Օրակարգի շաբաթօրյա թողարկումն է եթերում, բարև ձեզ։ Բազմամիլիոնանոց գործարքներ Երևանից աշխարհի ցանկացած կետում կենսատեխնոլոգիական համաշխարհային ընկերությունը ավելացնում է Հայաստանում ներդրումների չափը։ Ընկերության ղեկավարը կառավարությանը հուշում է տնտեսության նոր հեղափոխության բանալին։ Տեղեկատվական տեխնոլոգիաներից բացի շեշտը դնել կենսատեխնոլոգիաների վրա, նա համեմատում է բնակչության թվով համադրելի Ավստրիայի հետ, որտեղ կենսատեխնոլոգիաների ոլորտից եկող եկամուտները ավելին են, քան Հայաստանի պետական բյուջեն։ Մեր երկրորդ խոշոր կազմակերպությունը Չինաստանում է, գրասենյակներ ունենք Ճապոնիայում, Կորեայում, Ֆիլիպիններում։ FMD Global-ը ներկայացված է նաև Միացյալ Նահանգներում, Բրազիլիայում եւ այլուր։ Հայաստանյան գրասենյակը 2 տարի առաջ է բացվել։ Հայաստանի գրասենյակը ծածկելու է ԱՊՀ, Իրանի ու Եվրոպայի ամբողջ տարածքը։ Ծագումով հնդիկ բրիտանացի գործարարի խոսքով հայաստանյան ընկերությունը մեծ հավակնություններ ունի այստեղի որակյալ ու տաղանդավոր աշխատուժի հաշվին։ Մեր մասնագետները աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերությունների համար կլինիկական հետազոտություններ են անում, գնահատում դեղերի ազդեցությունն օրգանիզմի վրա, փաստաթղթեր ու բժշկական արձանագրություններ կազմում։ Մեր ծառայությունները մատուցում են Եվրոպայի տարբեր երկրներում, ներառյալ Գերմանիա, Ֆրանսիա, Ռումինիա, Բուլղարիա, ծառայություններ ենք մատուցում մինչև նույնիսկ Բրազիլիայում։ Օրինակ շարքային մենեջերը Հայաստանում նստած Ֆրանսիայում կազմակերպում է ամբողջական կլինիկական հետազոտություններ, որոշում տվյալ դեղորայքի բեռնափոխադրման ամենահարմար եղանակը իրականացնելով $100,000 գործարք։ Ամեն հետազոտությունը ունի իր պլանը, ըստ այդ պլանի եւ ժամանակացույցի մենք կազմակերպում ենք, թե ոնց է պետք ճիշտ դա կազմակերպել։ Իսկ ամեն ինչ սկսվել է, երբ պարոն Վելանին Հայաստան էր եկել 2 որակյալ մասնագետ տանելու։ Հիմա աշխատակիցների թիվը 85 է, ծրագրում է հասցնել 200-ի։ Ընկերությունն այս օրերին կարևոր հյուր ունի գլխավոր գրասենյակից։ Հայաստանում եմ թիմի հետ ծանոթանալու համար, ծրագրում ենք հետագայում վերլուծաբանների թիվը հասցնել 100-ի, քանի որ մեծ հեռանկարներ ենք տեսնում Հայաստանում։ Ընկերության ղեկավարը Հայաստանի գործարար միջավայրը բարենպաստ է համարում, նշելով, որ կառավարությունը բաց է առաջարկությունների համար։ Որոշ խնդիրների առնչությամբ սերտորեն աշխատում ենք էկոնոմիկայի, տրանսպորտի նախարարությունների հետ, օգնում են ամեն կերպ, իսկ Հայաստանի զարգացման հիմնադրամը ապահովել է ելք նոր շուկաներ։ Իրենց նաև հրավիրեցինք Նյու Յորքի մեր համաժողովին որպես համժողակ ներդրումային ծրագիր։ Իդեպ LinkedIn սոցցանցում Կիրիտ Վելանին արդեն մի քանի հոդված է գրել, տալով գործարարների շրջանում արդիական «Ինչու Հայաստան» հարցի պատասխանը։ Արմինե Ուդումյան, Էդգար Դավթյան, օրակարգ։ Բանակ գնալու ցանկությունը վերջին տարիներին շատ երիտասարդների է արտերկրից Հայաստան բերել։ Հայկական բանակ ծառայության մեկնողների շարքերը համալրած մի երիտասարդի և Սյունիքում ընթացող զորակոչի մասին է Կապանից մեր ռեպորտաժը։ Հասկացա, որ ավելի լավ է վերադառնամ հայրենիք, 2 տարի ծառայեմ բանակում, քան 9 տարի թաքնված մնամ։ Սուրեն Արաքելյանը Կապանցի 2 տասնյակից ավելի նորակոչիկներից մեկն է, ձմեռային առաջին զորակոչին զինվորագրվում է ծառայելու հայրենիքին։ Մեր խուստուկ սարի նման հպարտ կկանգնեք մի շարքում և ձեր խնդիրները կկատարեք ինչպես որ անհրաժեշտ։ Սյունիքի մարզկենտրոնում տղաներին ճանապարհում են հանդիսավորությամբ, փողային նվագախմբով, զուռնա-դհոլով։ Մանկուց էլ մտածել եմ, որ ինչքան հայ ազգի տղա կա, ինչքան երիտասարդ կա պիտի մեր հայոց բանակում ծառայի։ Բանակի շարքերը համալրող պատանիներին ոգևորիչ խոսքերն են ուղեկցում, գլխավոր մաղթանքը խաղաղությունն է։ Ուղարկում եմ թորնիկիս, մեկին էլ ընդունելու եմ ապսի 23-ին։ Հաջողությունն է, խաղաղությունն է, ծառայեն հետ գա։ Զինկոմիսարիատի հարևան շենքերի բնակիչները բարի ճանապարհ ջրի շիթերով մաղթեցին։ Զինակոչիկների մի խումբ էլ Սիսյանից մեկնեց ծառայության։ Չենք պատրաստվում մեր թշնամուն, գոնե մի գրամ, մի կտոր հող տանք։ Տրամադրությունը շատ լավ է, գնում եմ պարսկից կատարեմ հայրենիքիս, որ դուք հանգիստ գլուխնի տնեք, բարսին քնեք։ Սիսյանցի նորակոչիկները ծաղիկներ դրեցին ազատամարտիկ Լուրջ Ոսկանյանի հուշարձանին, եկեղեցում մոմ վառեցին, իսկ քահանան պահպանիչ աղոթք կարդաց։ Նելի Միրզախանյան, Արթուր Հայրապետյան, Մհեր Մանուչարյան, օրակարգ։ Արցախի պատերազմի մասին պատմող «Կյանք ու կռիվ» գեղարվեստական ֆիլմը ցուցադրվում է Միացյալ Նահանգներում։ Հայաշատ Լոս Անջելեսից հետո ֆիլմը ներկայացվել է Վաշինգտոնի Սուրբ Խաչ հայկական եկեղեցու սրահում Համազգային մշակութային միության աջակցությամբ։ Նահանգներում ֆիլմի տարածման համար պատասխանատու Սամվել Հովհաննիսյանը բացման խոսքում պատմել է, որ Առաջին ալիքի և Շարմ ընկերության համատեղ արտադրության ֆիլմը անկախությունից ի վեր ամենամեծ բյուջե ունեցող հայրենական կինոնախագիծն է։ «Կյանք ու կռիվը» կցուցադրվի նաև Նյու Յորքում, Նյու
Ջերսիում, Բոստոնում։ Իսկ երևանյան կինոթատրոններում շուտով էկրան կբարձրանա «Կյանք ու կռիվ» կինոպատմության երկրորդ մասը։ Վաղուց ենք ֆիլմեր այսպես ցուցադրում Լոս Անջելեսում, սակայն այս ֆիլմը բացառիկ է «Կյանք ու կռիվը», որովհետև իսկապես դիտողների արձագանքները այնքան լուրջ էին, որ մենք որոշեցինք, որ շատ մեծ սխալ կլինի, եթե արևելյան ափում, Վաշինգտոնում, Բոստոնում, Նյու Յորքում եւ հիմա կոնկրետ այստեղ Վաշինգտոնում ֆիլմը չցուցադրվի։ Դիտեն այս ֆիլմը որպես նշան, որ մենք այսօր պետք է մեր բոլոր ջանքերը ուղղենք նրան, որ մեր հաղթանակները շարունակվեն, եւ եթե մենք մնանք համախմբված, մենք ամեն ինչ էլ կհասնենք։ Օրակարգի միջազգային լրահոսիչ Սպիտակ տան եւ Կրեմլի տևական սառը հարաբերությունները կարող են ջերմանալ Դոնալդ Թրամփը Միացյալ Նահանգների նախագահի աթոռը պաշտոնապես զբաղեցնելուց հետո չի շտապի հանել Ռուսաստանի դեմ ընդունված պատժամիջոցները, սակայն չի էլ բացառում դրանց վերացումը, եթե ահաբեկչության դեմ պայքարում ռուսական կողմը աջակցի նահանգներին։ Միացյալ Նահանգների ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ չեղարկել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Հանրապետական միլիարդատերը հայտարարել է, որ Օբամայի ներմուծած պատժամիջոցները անորոշ ժամկետով պահպանվելու են, սակայն դրանք կարող են վերանայվել եւ չեղարկվել, եթե Կրեմլը օգնի Միացյալ Նահանգներին միջազգային ահաբեկչության դեմ պայքարում։ Թե ընտրարշավի ընթացքում, թե ընտրվելուց հետո Թրամփը բազմիցս նշել է, որ մտադիր է համագործակցել Կրեմլի հետ։ Նորընտիր նախագահի կարծիքով անիմաստ է պահպանել պատժամիջոցները մի երկրի նկատմամբ, որի հետ միասին իրենք հրաշալի գործեր են անելու։ Հիշեցնենք, որ օրեր առաջ Բարակ Օբաման եւս մեկ տարով երկարաձգել է Ղրիմում եւ Ուկրաինայում տիրող իրավիճակի հարցով Ռուսաստանի հանդեպ այս տարվա մարտին ավարտվող պատժամիջոցները։ Իսկ հեռացող նախագահի վերջին աղմուկոտ արարքը դարձավ 16 թվականի դեկտեմբերին ռուս դիվանագետների արտաքսումը նահանգներից։ Չեն դադարում խոսակցությունները այն հարցի շուրջ, թե իբր Ռուսաստանը մեծապես աջակցել է Թրամփին նախագահ դառնալու հարցում, ինչպես նաև այն, որ ռուս որոշ գործիչներ ԱՄՆ ընտրված նախագահային վարկաբեկող փաստաթղթերի են տիրապետում։ Կրեմլը համառորեն հերքում է այդ տեղեկությունը, նշելով, որ դա Ռուսաստանի եւ նահանգների հարաբերություններին խոչընդոտելուն ուղղված հերթական քայլն է։ Հարություն Արզումանյան, Օրակարգ։ Իդեպ Դոնալդ Թրամփի հունվարի 20-ին կայանալիք երդման արարողությունը կլինի պատմության մեջ ամենատակը։ Չնայած մոտակա 2 օրվա ընթացքում նահանգներում ձմեռային նոր ցիկլոն է սպասվում, այնուամենայնիվ եկող շաբաթվա վերջին եղանակը կտաքանա 10-ից 15 աստիճանով։ Օդերևութաբանները կանխատեսում են, որ հունվարի 20-ին Վաշինգտոնում սպասվում է 14-ից 15 աստիճան տաքություն։ Վաշինգտոնը ամենամյա պատասխանատվությամբ է պատրաստվում տարվա ամենակարևոր իրադարձությանը Թրամփի երթմնակալության անվտանգությունը կապահովի 28,000 աշխատակից, իսկ բուն արարողությանը հնարավորություն կունենա հետևելու 700-ից 900,000 մարդ։ Կիպրոսի վերամիավորման հարցով վերջին բանակցությունները սպասումներին հակառակ պատմական չէին։ Թուրքիան եվրոպական ընտանիք մտնելու համար իբր բարիդրացիական ժեստեր արել, մասնակցելով բանակցություններին։ Այդ երկրի նախագահ Էրդողանը սակայն հայտարարել էր, որ թուրքական բանակը դուրս չի գա հյուսիսային Կիպրոսից։ Չսպասել հրաշքի Կիպրոսի բանակցությունից, հորդորում է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսը։ ՄԱԿ-ը սակայն հանդիպումները երկու Կիպրոսների միավորման պատմական հնարավորություն է համարում։ Թուրքիայի արտգործնախարարի ակնկալիքը Կիպրոսի խաղաղությունն է։ Չնայած դրան, Թուրքիայի նախագահը շտապել է հիշեցնել, Կիպրոսում թուրքական զորքը մնալու է հավերժ։ Կողմերը այժմ տրամադրված են հասնել վերջնական կարգավորման, բացի այդ Թուրքիան ԵՄ հետ ընդհանուր վատ հարաբերությունների ֆոնին խնդիր ունի որոշակի կառուցողական ցուցաբերել, հատկապես եթե հաշվի առնենք, որ Թուրքիայի առաջ այսօր խնդիր է դրված լեգիտիմացնել սեփական երկրում սահմանադրական փոփոխությունները։ Երեկվա բանակցության միակ ձեռքբերումը առայժմ հունվարի 18-ին հանդիպելու պայմանավորվածությունն է, այնն էլ բանակցողների տեղակալների մակարդակով։ Ըստ փորձագետի երկխոսելու կիպրական փորձը կարող է օրինակ լինել նաև արցախյան բանակցություններում։ Կիպրոսի հակամարտությունը կարող է լավ օրինակ լինել, թե որքան կարևոր եւ որքան արդյունավետ կարող են լինել կողմերի միջև ուղղակի բանակցությունները այն պարագայում, որ Ադրբեջանը այսքան ժամանակվա ընթացքում ի վիճակի չեղավ այդպես էլ նստել Արցախի հետ ուղղակի բանակցությունների։ Կիպրոսի բանակցությանը մասնակից են նաև Հունաստանի, Թուրքիայի եւ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչները։ Երաշխավորի դերը Անկարային հնարավորություն կտա լավացնել հարաբերությունները Հունաստանի եւ Եվրամիության հետ ընդհանրապես։ Սոնա Աղբալյան, Վաչագան Պետրոսյան, Օրակարգ։
Սիրիայի կառավարությունը համաձայնության է եկել Դամասկոսի մոտ գտնվող Վադի Բարադա շրջանը հսկողության տակ պահվող զինյալների հետ, որպեսզի նրանք հնարավորություն տան նորոգել տարածքի վթարված ջրամատակարարման ենթակառուցվածքները։ Խափանման պատճառով արդեն մի քանի շաբաթ Դամասկոսի և մերձակայքի մոտ 6 միլիոն բնակիչներ ջրի խիստ պակաս էին զգում։ Ավելի վաղ Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Ստեֆան դե Միստուրան զգուշացրել էր, որ Դամասկոսի ջրի հարցը կարող է իրավիճակի նոր սրացման պատճառ դառնալ։ Մեր հաջորդ պատմությունը Վրաստանից է, վիրահայոց թեմը մեկդարյա դադարից հետո առաջին անգամ Թբիլիսիում արվեստասերներին է ներկայացրել Ալեքսանդր Բաժբեուկ Մելիքյանի հանճարի նմուշները։ Ցուցահանդեսը նվիրված է նկարչի 125-ամյակին և մահվան 50-րդ տարելիցին։ Բաժբեուկ Մելիքյանի կտավներն այսօր հազարներով կարելի էր հաշվել, եթե չլիներ սեփական արվեստի հանդեպ խենթության հասնող նրա խստապահանջ մոտեցումը։ Յուրօրինակ ու տարօրինակ տաղանդի ծննդյան օրը վրացական հեռուստաալիքների ոգեշնչման թեման էր։ Ուղիղ 100 տարվա լռությունից հետո նրա 100 կտավները դարձյալ հիշեցրին, թե ով էր դրանց վրա թիֆլիսյան կոլորիտին նման շունչ տվողն ու վրաստանյան գեղանկարչությունը եվրոպականացնողը։ Թողներ են ինձ բոլոր նկարիչներն ու նրանց հետևորդները, բայց Բաժբեուկը մի ուրիշ բարձրություն էր, նրա նմանը էլ չի լինի և չի կրկնվի։ Վիրահայոց թեմը հավատարմորեն շարունակում է ավանդույթ դարձրած իր գործը, ազնվորեն մեկ առ մեկ ծանոթացնել, հիշեցնել ու հանրահռչակել վիրահայ հայտնիների անուններն ու ժառանգությունը։ Վրաստանի ու Հայաստանի ազգային պատկերասրահներում ցուցադրված Բաժբեուկ Մելիքյանի ընդամենը մի քանի աշխատանքների փոխարեն այս ցուցահանդեսին նրա գրեթե ողջ գանձարանը վայելելու հնարավորություն էր ստեղծվել։ Այս անհատական ցուցահանդեսին ներկա ժողովուրդը լավագույն պատասխանն է, լավագույն ապացույցն է մեծ իրողության, որ վրաց հասարակությունը մեծագույն հարգանք ունի հայ ստեղծագործողի նկատմամբ։ Մենք շատ հպարտ ենք, որ Բաժբեուկ Մելիքովը մեր մշակույթի մի մասն է կազմում։ Այսօր պարզապես վայելում ենք նրա ժառանգությունը։ Նաև այս ամենավառ կերպարի շնորհիվ է, որ Հյուսիսային Կովկասը համաշխարհային մշակույթի մաս է հանդիսանում։ Սեփական աշխատությունների ամենախիստ քննադատը կյանքի ընթացքում ոչնչացրել է 2000 կտավ, ասելով, որ դրանց թիվը 100-ից չպետք է անցնի։ Դրանք այսօր ընդամենը 200-ն են։ Մենք մի քանի գործ ունենք այդ նկարիչին իմ պապայի իմ ծնողների կոլեկցիայի մեջ եւ գիտեք ամեն անգամ ես նայում եմ այս նկարների վրա շատ հարազատ են։ Իր արվեստի գնահատման հարցում չափազանց համեստ մեծությունը, նույնքան համեստ մեկ սենյականոց աղքատիկ բնակարանում էլ ավարտել է երկրային կյանքը։ Ռուզաննա Վարդերեսյան, Գիվի Փեյքրիշվիլի, օրակարգ Թբիլիսի, Երևան։ Եվ թողարկման վերջում Էրնստը և Թելմանը սահմանամերձ վերին կարմրախբյուրից նրանց անվանակոչել են ի պատիվ գերմանացի կոմունիստ հեղափոխականի։ Նաև Էնգելսը, Իլիչն ու Լենինը, Իլիփխանը, Տիմոսը ապրել են և ապրում են նույն գյուղում։ Անսովոր անունների համայնքից Մայա Խաչատրյանի ռեպորտաժը։ Արգենտինան ես եմ։ Արգենտինան, Փարիզը և Իսրայելը տեղանուններ չեն, նրանք ապրում են Տավուշում։ Բուենոս Այրես, ինչ որ չեմ կարող։ Արգենտինան Արգենտինայում չի եղել, պատկերացում էլ չունի, ինչու են իրեն կոչել ամերիկյան պետության անունով։ Սա էլ Արգենտինա։ Չէ, շաքերն ադրել։ Չէ, մորը իմ քուն շուշիկն ադրել։ Ո՞ր շուշիկը։ Բանի շուշիկը։ Մելի Սիմոնա շուշիկը որ նախագահի կնիկն է նորշինի։ Հայ արգենտինյանից բացի Օհանյանների ընտանիքում նաև հայ-իրանական կապերի խորհրդանիշը կա, պարսկերենից թարգմանած Հուրիփերի։ Ֆարազիդա, Ֆարիզադա։ Այնպիսի անուն դնենք, որ թնդացնի Հայաստանը, ասել են ու կնքել Ֆարիզադե։ Նա սակայն նեղ սրտում է, մինչ օրս ամբողջական անունը արտասանող չեղավ։ Չէ, զարմացել։ Տնտեսությունների մատյաններն են, որ Գյուղական մատյաններից մինչև հին հեռախոսագրքեր ցույց են տալիս, որ կարդացած գյուղ է։ Հոմերոսին չիմանալով տղաներին բելեր ֆոնտ ու լայերտ չէին կոչի, ասում է գյուղապետը։ Կարդացվել է եւ անուն ընտրվել է, եթե ասենք ինչ որ մեկից լսելով կամ ասենք մեկի հուշելով չէին կարա տնեն այդ անունը։ Իլիականը, Ոդիսականը, Թումանյան ու Զոհրաբ գյուղում բեսթսելլեր էին։ Ռեհան ունեն։ Ոսկի քաղաքի արքայադստեր անունով քանակարան ոսկի ձեռքեր ունի։ Մամաս հեքիաթ կարդացել այդ ժամանակ պապիկիս, տատիկիս համար, բոլորի համար։ Աղբերս մեծ աղբերս ելելա 6 տարեկան։ Այդ հեքիաթից ասելա դե որ աղջիկ ունենանք, անունը կդնենք։ Հայկական լեռնաշղթաների անունները եւս հավերժացրել են, Արագածել ունեն, Արարատել, Մուրղուզն էլ Արգենտինայի ու Ֆարիզադեի պապներ։ Նա մեծ մորթալել Մուրղուզ ընտրել, իմ հերը որ 23 թիմն ալել, Մուրղուզը որ թիմն լացկել, ինչ եմ բիդում ցավը։
Հորաքույրներին այցելողն էլ է բացառիկ անուն կրում, նա Կարտուշն է։ Չեմ կարող ասեմ ֆրանսերեն։ Ֆրանսիական կինոյի վերնագիր այս Կարտուշը։ Անգարա, Ռուսաստանում գետա, Աքսորիկ, Տորքանգեղ։ Նոր սերնդի մեջ հին անունները երբեմն հանդիպում են։ Քույրերը հսկա տոհմածառով Երջանիկ են, այդպես Երջանիկ էլ կոչեցին եղբորը։ Մայա Խաչատրյան, Վահրամ Զարգարյան, օրակարգ։ Օրակարգի հաջորդ թողարկումը ժամ 17-ին է, ցտեսություն։